Հայաստանում այսօր տեղի ունենում համատարած ապօրինություններու բռնաճնշումներ, յուրաքանչյուր օր կալանավորվում են մարդիկ, ազատությունից զրկվում են անձիկ իրենց քաղաքական հայացքների համար։ Այդ բոլոր հրահանգները իշխում է այս շենքից եւ դատախազությունից, ովքեր Նիկոլ Փաշինյանի ձեռքին դարել են բութ գործիք Հայաստանում բռնություններ իրականացնելու եւ մեկ մարդու բռնապետություն հաստատելու համար։ Հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու, դիմադրելու այս ապօրինությունների շղթային, պահանջելու ազատ արձակել քաղբանտարկյալներին, ովքեր կալանավորված են բացառապես իրենց քաղաքական գործունեության համար։ Այսօր Հայաստանում կալանավորում են այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել Հայաստանի թրքացման, Արցախի հայաթափման դեմ։ Սա իրականությունը, մենք պետքա կանխենք, վերջ դնենք այս ապօրինություններին եւ այս չարիքի կառավարությանը ուղարկենք գրողի ծոցը, որովհետեւ յուրաքանչյուր օր թուլացնում են մեր ժողովրդի դիմադրողականությունը, յուրաքանչյուր օր մեր երկիրը տանում են նոր պարտությունների եւ զիջումներ։ Կարծում Լոռի հիմա Վանաձորում կոնկրետ Մամիկոն Ասլանյանի հետ կապված դա կրկնվում է Գորիսի սցենարը։ Տեսեք, համատարած բնույթ է դա կրում։ Հիմա դուք նայեք Թալինում ինչ պայմաններում են տեղի ունենում ավականու առաջին նիստը։ Դուք տեսեք ինչ է կատարվում Վարդենիսում, նույնը Վանաձորում, լուրեր կան Աղբուրյանում, համատարած տեղի են ունենում բռնաճնշումներ, ապօրինություններ, փորձելով նենգափոխել ժողովրդի քվեն տեղերում նվաճել իշխանություն։ Ու դրանով փորձում են նաև ջարդել այն դիմադրության օջախները, որ գոյություն ունի մեր երկրում։ Դիմադրություններից հետո Փաշինյանը ստատուս է գրել, նշել էր, որ սա մեր երազանքների ընտրությունն էր, այսպիսի ընտրություններ, որտեղ քաղաքացին տերն է իր քվեի չի եղել։ Տեսեք, վերցրեք այդ ստատուսը ու տեսեք ինչ է կատարում ամբողջ երկրում, կհասկանաք մեկ անգամ եւս, որքան կեղծ, որքան երեսպաշտ եւ իրականությունից կտրված մարդիկ են իրենք, որևէ կերպ կապ չունեն ժողովրդավարության հետ, հստակ, այսինքն քվե ստացած մարդկանց տարբեր մեղադրանքներով օրը ցերեկով ձերբակալում են։ Ինքը գերազանցել է Հայաստանի նախորդ 30 տարիներին տեղի ունեցած բոլոր արատավոր երևույթները միասին վերցրած։ Ինքը իրավունք չունի խոսել ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, նույնը կատարում ազգային ժողովի падգամավորների նկատմամբ։ Սա է իրականությունը, ու հետաքրքիր է, որ միջազգային հանրությունը, մարդու իրավունքներից խոսող կազմակերպությունները լուռ հետևում են այս բոլոր ապօրինություններին, ինչ որ կատարվում է մեր երկրում։ Պարոն Սաղաթելյան, ինչ եք կարծում, փողոցային պայքարով, այսպես գազ բդխ դատախազություն, հնարավոր կլինի ընդդիմության խոսքով հակաիրավական քայլերին վերջ տալ։ Տեսեք, խորհրդարանում պայքարում ենք, ասում եք խորհրդարանով չի լինի, պետքա փողոց իջնենք։ Իջնում ենք փողոց, ասում եք ինչ է կարծում, փողոցով կլինի, թե ոչ։ Ողջ գործիքակազմով եւ խորհրդարանում, եւ խորհրդարանից դուրս, Երևանում, Հայաստանի մարզերում պետք է ձևավորվեն դիմադրության օջախներ, լինի ցանցային պայքար, համախմբենք ողջ առողջ ուժերին ընդդիմադիր դաշտին, հեռացնենք այս իշխանությանը։ Ես ասել եմ մեկ անգամ եւս կրկնեմ, դիմադրությունը պետք է լինի երկու ճակատներով։ Դիմադրություն թշնամուն, դիմադրություն թշնամու շահերը սպասարկող այսօր Հայաստանի իշխանության ղեկին հայտնված մարդկանց։ Երբ որ մենք ձևավորենք համազգային դիմադրություն, թշնամին կհեռանա մեր սահմաններից, իսկ սրանք իրենց աթոռներից։ Հենց այս նպատակով է պայմանավորված այս քայլերն ու գործողությունները։ Դուք տեսնում եք, որ երեկոյան շատ ուշ ժամին ընդամենը մեկ հայտարարությամբ կարողացել ենք այսքան քաղաքացի հավաքվել ի պաշտպանություն քաղբանտարկյալների, ի պաշտպանություն ձերբակալվածների եւ ի դիմադրություն այս ազգադավներին եւ այն ապօրինություններին, որ տեղ են ունենում մեր երկրում։
Նաթելյան ինքնաբացարկներ են նաև հայտնվում մի շարք համայնքներում, նկատել ենք, դա ինչով է պայմանավորված։ Բացարկները պայմանավորված են բացառապես ճնշումներով, մարդկանց ընտանիքներին։ Իմիջիայլոց ասեմ, որ իրենք շատ սերտորեն աշխատում են կրիմինալի հետ, որտեղ հնարավոր է կրիմինալով, որտեղ հնարավոր է ուժային կառույցներով, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն, բոլորը լցված են այս մեկ մարդու իշխանությունը երկրում հաստատելու գործին։ Նրանք բութ գործիքներ են այլևս, ովքեր ծառայում են այդ մեկ անձին ու անվերապահորեն կատարում նրա կողմից իջեցված բոլոր հրահանգները։ Դու գիտեք, իրենք կազմակերպված կերպով նվաճեցին բարձրագույն դատական խորհուրդը, իդեմս ամենանախկին Գագիկ Ջանգիրյանի, որի միջոցով կարգապահական վարույթներ են հարուցում այն դատավորների դեմ, ովքեր ցանկանում են արդար որոշումներ կայացնեն կամ չեն ենթարկում իրենց հրահանգներին, իսկ մնացածը կամաց դառնում են իրենց խամաճիկը եւ ճնշումների, սպառնալիքների տակ կատարում խայտառակ որոշումներ։ Գիտեք, որ կալանքի սանկցիաների տոկոսը 80%-ից բարձր է արդեն։ Այսինքն ցանկացած գործ, որ գնում է դատարան, արդեն ունա նշանակված խամաճիկ դատավորներ, ովքեր տեղին անտեղին մարդկանց տանում են կալանքի, զրկում ազատությունից, նորից եմ կրկնում, զուտ իրենց քաղաքական գործունեության ու քաղաքական հայացքների համար։ Մնացած մեղադրանքները հիմնականում կարված գործեր են, որոնցով փորձում են շղար ստեղծել։